Երգեհոնային սարսուռ առաջացնող մեղեդիները տարածվում էին քար լռությամբ դահլիճում, հնչում որպես միաձայն աղոթք ի հիշատակ երկրաշարժի 25,000 զոհերի։ 37 տարի անց էլ այդ աղետը տեսած սերնդի համար չջնջվող հիշողություն է։ Երգեհոնի ամեն մի նոտայի հետ յուրաքանչյուրի մտքում նույն աղոթքներ ու խնկարկումը ողորմի Աստված։ Տարիներ հետո գյումրվա լեզվով ասած թասիբը իր տեղը գտավ։ Ճիշտ է, մարդիկ հարության նման զգացում ունեցան, շատերը երեխաներ ունեցան, ընտանիքը նորից համալրվեց, բայց միևնույն է, սա 1000 տարի էլ անցնի, աղետը խոսում է իր մասին։ Ես ինքս ներկա եմ եղել, այդ ժամանակ աշխատել եմ և տեսել եմ իմ անձամբ, իմ բնակարանը, ինչպես է փլվում, ինչպես են փլվում մշակութային օջախները և զոհեր են ունեցել։ Բայց փառք Աստծո կամոք մենք նորից վերհառնեցինք։ Ութսունութի աղետը հարազատ քաղաքին կառչած մնալու, կյանքի դժվարությունները հաղթահարելու դասեր է տվել գյումրեցիներին։ Երաժշտության լեզվով խոսեց 37 տարիների հետահայացը, որով անցել են հիշատակի համերգին ներկաները։ Սա ուղղակի աղոթք էր, իսկ մարդու աղոթքը երկար չի կարող լինել։ Դա այս մի քանի ստեղծագործությունների մեջ ուզեցի ներկայացնել մեր այն միտքը, որ մենք հիշում ենք, մենք չենք մոռացել։ Կարող է մեր հետագա սերունդները դա Աստված, որ իրականության մեջ չհասկանան եւ չպատկերացնեն, թե մենք ինչերի միջով ենք անցել, բայց քանի մենք կանք, քանի կան այն սերունդները, որոնք ականատեսն են եղել այդ դաժան օրերի, մենք պարտավոր ենք դա հիշել։ Այս 37 տարվա մեջ լուրջ վերացնունդ է ապրել մեր ազգը, Շիրակ աշխարհը եւ նաեւ Սպիտակի տարածաշրջանը։ Կարող եմ ասել, որ մարդիկ պայքարի մեջ են եղել եւ պայքարի արդյունքում է, որ վերացնունդը մենք այսօր ապրում ենք։ Համերգացանկը ընտրվել ու մշակվել էր երգեհոնի, այս հզոր սաղնաշարային գործիքի ներուժը բացահայտելու համար։ Երգեհոնի հնչյուններն անպակաս են եկեղեցական արարողությունների, ժամերգությունների, պատարակների ժամանակ։ Հոգևոր երգն ու երաժշտությունն ավելի քան ազդեցիկ է դառնում երաժշտական գործիքների թագուհի համարվող երգեհոնի նվագակցությամբ։ Ընտանիք կենտրոնի էլեկտրոնային երգեհոնը, որը բերվել է Փարիզից, ճանաչված երգեհոնահարուհի գյումրեցի Նարինե Սիմոնյանի նվերդ է կենտրոնին։ Երգեհոնը, գիտեք, ինքը ստեղնաշարային է, բայց ինքը համարվում է փողային գործիք, որովհետև ինքը իր ամբողջ ձայնը դուրս է գալիս այդ տրուբաների միջից։ Այստեղ որ բացեք, կտեսնեք, որ այդտեղ տրուբաներ կա, որոնց միջից դուրս է գալիս հենց ձայնը։ Երգեհոնի հնչյունների տակ մի քիչ այլ է, էլի, շատ ավելի հարուստ է երգեհոնը, որովհետև ինքը ամբողջ մի օրկեստրի ձայն է հանում։ Եղավ այն, որ մեր միջոցով, ինչի չէ, նաև սիմֆոնիկի միջոցով բարձրաձայնենք, որ քաղաքում այլևս կա այս գործիքը եւ պետք է այս գործիքը օգտագործել իշա մեր երիտասարդների ավելի գրագետ զարգացման։ Երգեհոնն ամենահին երաժշտական գործիքներից է, որին տիրապետել ու նվագել երկարատև ջանք պահանջող աշխատանք է։ Այս կենտրոնում փորձում են հանրայնացնել իր հնչեղությամբ բոլորովին տարբերվող գործիքը եւ սաներին սովորեցնել նվագել։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն,